Պարոն Սիրյանյան, Իրանում հայ համայնքի, Իսրայելում հայ համայնքի հետ կապված կապ կա, ինչ իրավիճակ է այնտեղ կապը կարողանում են գալ լինում, բայց լինում մենք անընդհատ փորձում ենք կապի մեջ լինել իրենց հետ, մենք ասենք գրասենյակում նաև Իրանից աշխատակիցներն ենք, գործականներն ենք, որ նաև ընտանիքների միջոցով են փորձում բարձր իջատեղան։ Ընդհանուր պատկերը Իսկ ինչու ասեցիք հազվադեպ է կապ հաջողվում հաստատել։ Կապը անկայուն է, որովհետև կապը կտրված է, անվտանգային երևի նկատառումներով այդ կապը անկայուն է։ Հետևաբար մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, հասկանանք ինչ է տեղում, բայց այս պահին պատկերը հետևյալն է. մարդիկ փորձում են զգուշ լինել, տներից դուրս չեն գալիս, բայց խոճապային վիճակ չկա, սահմանին երևի գիտեք Իսկ պլան կա, եթե ցանկության դեպքում ուզենան գալ Հայաստան, ոնց է պատասխանում, էլի մի հատ որ հարց եք տալիս, մինչև վերջ լսեք։ Մարդիկ ինչ որ արտառոց խոճապային դեպի Հայաստան հոսք չկա եւ սպասողական վիճակում են։ Ինչը Հայաստանը պատրաստ անել, ես կարող եմ մենակ փորձի վրա հիմնվելով ասել, որ անցյալում 2023 թվականի հոկտեմբերի Իսրայել Համաս հակամարտության սկզբի օրերին մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք նաև տարհանել մեր հայրենակիցներին ճիշտ հանգամանքներում, բայց այնտեղ իհարկե շատ մանրուքներ կա, այսինքն դուք պատկերացրեք ինչ է պատրաստ պետությունը անել, ինչ կարող է Հայաստանն անել, եթե այնտեղ ռազմական գործողություններ են գնում, հասկանաք, այդ բոլոր նշությունները պետք է հաշվի առնել։ Պարոն Սինյանյան, տեսեք, անընդհատ խոսում ես կառավարության կողմից հիբրիդային պատերազմի մասին, Ռուսաստանի սալակներ ուղղելով Ռուսաստանի դեմ, այդ արտաքին հետաքրքրական ծառայությունները զեկույց հրապարակել շուրջ տվյալներ, որ Ռուսաստանից մարդիկ են վերում, այստեղ ուզում են պաշտպանել, նշանակեն, որ նրանք ագենտ են, շպիոն են, չգիտեմ ինչ են։ Հետաքրքիր դուք էլ լեքսիքորքից եք եկել, դուք ամերիկյան սփյուռքից եք եկել։ Ինչ տարբերություն ռուսական սփյուռքի, Ռուսաստանի գործիչների միջև եւ ամերիկյան։ Ես կոմենտ կարդացի ձեր հետ կապված կներեք, որ ուղիղ ասում են, այսինքն օրինակ Սինանյանը շպիոն չի Ամերիկայի, այն մյուս Ռուսաստանից եկածները շպիոն են, դες փոխանցում են։ Տեսեք, ուրեմն ընդհանուր առմամբ, եթե ես ձեզ ասեմ, թե իմ մոտեցումը ինչ է, մենք մեր մարդկային բոլոր ռեսուրսները աշխարհում գտնվող բոլոր այն մարդկանց, որոնք գալիս են, պատրաստ են Հայաստանում ապրել, Հայաստանում հարկեր լուծել, կիսել մեր Հայաստանի բնակիչների ճակատագիրը, այսպես մեծ իմաստով, դռները բաց պետք է լինեն մեր երկրում եւ բաց են ըստ էության։ Հիմա դուք ինչ որ մարդկանց մասին եք ակնարկում, այնտեղ միջների ուրիշ իրավիճակ է, որտեղ այդ մարդիկ խոսում են ինչ որ պաշտոնների մասին, որոնք սահմանադրորեն իրենց համար անհասանելի են։ Օրինակ ծիծաղել է, ես օրինակ չեմ կարող իրենց պաշտոնի մասին խոսել, որը օրինակ սահմանադրությամբ արգելվում է երկակի քաղաքացի։ Խոսքը նրա մասին Ռուսաստանի, Ամերիկայի, Չինաստանի կամ չգիտեմ, Եվրոպայի սփյուռքի մասին է օրինակ։ Ամերիկայից եկած թողեք շպիոն չեն, Ռուսաստանից եկածները այնքան, լսեք, 10 րոպե հարց եք տալիս։ Հետո 30 վայրկյանի վրա մի անգամից ընդհատում եք։ Մի քիչ խնդրում եմ, էթիկան պահպանեք, լսեք։ Շեղվել եք ուղղակի, չեմ շեղվել։ Հենց այն դե չեք ուզում նյուանսային տեսնել, ամեն ինչ ձեր համար սենց է, ասում եմ, ես պատասխանում եմ։ Շնորհակալություն հնարավորության համար։ Ուրեմն, տեսեք, երբ որ փաստեր կան նման երևույթների եւ դրա մասին բարձրաձայնում են մեր պետական գործիչները, նաեւ մեր անվտանգային ծառայությունները, դա այլ բան է, քան երբ որ փաստեր չկան։ Եթե փաստեր հայտնվեն, որ Միացյալ Նահանգները որևէ անձի միջոցով, օրինակ իմ միջոցով, փորձում է ներազդել ներքին հայկական քաղաքական գործընթացների վրա, դուք այդ հարցին ինձ տվեք, ես ձեզ կասեմ։ Պարոն Սինանյան, ասում եք փաստեր կան, բայց այսօր որևէ քրգործ, օրինակ հոգեվորականներ մեղադրում են, ասում են գործակալ, բայց որևէ փաստ, այսպես ասած, չկա, որևէ քրգործ այս մասով չկա, այսինքն ստացվում են ինչ փաստեր օրինակ, բացի հայտարարություններից, օրինակը բերեք։ Չէ, դուք եք նշում, դուք եք նշում։ Կատարվում են ավելի շատ ռուսական շրջանակների ուղղությամբ, այլ ոչ օրինակ արևմտյան շրջանակների։ Այդ ոնց է լինում, որ արևմուտքը այս պահին արևմտյան գործիչների կամ պրոարևմտյան հայացքները, որ առավոտից ինչ-որ ներազդող հայտարարություններ են անում, ելույթներ են ունենում։ Դուք ռուսական մամուլին ունեք հետևում եք, հետևել եք վերջին 6 տարի, ասենք հետևել եք 15 թվականից հետո։ Իսկ դուք հետևում եք Միացյալ Նահանգների մամուլին։ Դուք այն արտահայտությունները, որ մի րոպե, էլի փորձում եք ընդհատել առանց լսելու, այն արտահայտությունները, որոնք համակարգված ձևով արվում են ռուսական քաղաքական շրջանակների, ռուսական այդ ինֆլուենսեր կոչվածների, որոնք
հստակորեն ռուսական պետության հովանավորության տակ են։ Կարող եք համեմատել որևէ նման հայտարարության կամ որևէ նման լեքսիկայի Միացյալ Նահանգների